Բարև ձեզ իմ ընկերներ, իմ հարազատներ, ճիշտն ասած չէի ուզում մտեղ խոսել, բայց զգացի, որ արդեն չափ ու սահմանը մարդիկ անցնում են, ներվերս չհերիքեց ու որոշեցի երկու բան ասեմ։ Շնորհակալություն եմ հայտնում այն մարդկանց, ովքեր գիտակցաբար են մոտիկանում այս ամեն ինչին եւ հասկանում են, որ սա ուղղակի ֆիլմ է։ Ֆիլմ, որտեղ ես Սոս Կարապետյանս կերտել եմ Զավեն կերպարը, ով սրբապիղծ է։ Ես ընդունում եմ, որ կերպարը, որը ես կերտում եմ, ինքը սրբապիղծ է։ Ինքը հայրենիքի է, ծախում է թուրքին փողով։ Ինքը է հարազատ աղբորը խփելատալի, ինքը սրբություն չունի, ոչ մեր ունի, ոչ հեր ունի, ոչ երեխա ունի։ Ինքը ընկարքի արդեն սրբապղծած է, որ իրան դրել է Հիսուսի տեղը, խաչել է Հիսուսի տեղը։ Հիմա հարցը նրանում է կայանում, որ ցավոք սրտի, այդ ինչ որ մենք նկարել ենք, դա իրականություն է։ Այսօր մարդկանց օֆիսներում, տներում այդ նկարից դրած է իրանց դեմքով։ Ու գիտեք սրբապղծությունը որն է, որ կողքից նայում են, ասում են, վայ ես ինչ լավ է, դու մեր տերն ես, դու մեր, չգիտեմ, սրբությունն ես, դու մեր թագավորն ես։ Արա այդ դուք եք սրբապիղծ, որ իրականում այդ ձև եք ապրում։ Մենք պայքարում ենք ձեր նման դիշովկիքի դեմ, որ այդ նկարները ձեր պատերից հանեք, տանեք պահեք, տանեք, չգիտեմ, կորցնեք, որ հասկանաք, որ Հիսուսին չի կարելի ծաղրել, այդ դիշովկեք։ Մենք նկարել ենք ֆիլմ, որտեղ մարդիկ կտեսնեն իրանք իրենց կտենան այդ կինոյի մեջ, ու ես վստահ եմ, այսօր կամ այդպես պլորով տղա է կարա, արա գնացեք արա Մել Գիբսոնի տանդեմը մտ շուխուր արեք, գնացեք մտ Universal Studio մտ գրեք, հելեք խոսեք, էսի չա կատարվում, Հոլիվուդը 7 հատ կինո է նկարել Հիսուսի մասին, որտեղ Հիսուսին ծաղրում են։ Բախի քիչ եք հելում, այդակ խոսակ։ Թե մտ հայ եք տեսե։ Մտ հայր էսա մեր նախանձությունը մեր ազգի արդեն մեզ փագել է։ Անես մարդիկ են հելում խոսում, էլ գոմիկա է հելե խոսում, էլ լիզբիանկա է հելե խոսում։ Չգիտեմ, հոգևորի շոքի տակ հելել են, գիտեք ինչ է կատարվել, այսօր սրբապղծություն ա։ Լուրջ ես ասում, այդ դիշովկա։ Դու հասկանում ես, դու ինչ ես խոսում։ Հիսուսը մեր տերն է։ Բայց լսի, այս սրբապիղծ այդ քոպեսներն են, որ հելում խոսում են ու փողով ծախում են մեր հայրենիքը։ Ինչքան փող եք արում Թուրքից, որ հելում խոսում եք արա, այդ դիշովկեք։ Կամ տես պլորով տղա եք արա, այդ Ղարաբաղ կռվեք արա, մեր երեխեքի հետ, մեր 10 տարեկանների, 19 տարեկաների հետ, մեր հերոսների կողքին արա, այդ թուրքի կորցը կտրեիք վրից արա, ինչ եք արա, կապիկաց է, հելել եք, այսպես, լսեք ինչ եմ ասում արա, այդ դեդման դուք ծախեցիք, ծախում եք մեր երկիրը, այդ դիշովկեք, ծովից ծով Հայաստանից բան չեք մնացե, հլիար եք ուտում արա, հլիար եք ուտում, հլը մանն գալի մետ հային ոնց ոտի տակը ուտի, այդ չկամեցողներ, լսակ ինչ, ձեր անցած, ինչով դուք անցել եք ցերեկով, ձեր ճամփեկով, մենք գիշերով ենք անցել արա, լսում եք գիշերով, չի կարելի, ես նորից եմ ասում, չի կարելի, Հիսուսը մեր տերն է, ես Հիսուսին չեմ ծաղրել, ես իմ կերպարով խաղացել եմ այնպես, որ այն մարդիկով, որ իրականում ծաղրում են մեր Հիսուսին, որ նրանց համար շատ վատ լինի, շատ վատ, դուք այդքան դուխ չունեք, ասում եք կնկարվեն, ես համաձայնվել եմ այդ ֆիլմում նկարահանվեն, որովհետև տեսել եմ ու ցավոք սրտի տեսել եմ, որ ինչքան մարդու երեսա դրանով մասկա դրանով բացվելու։ Հերիքա, մի կապիկացեք, նորից եմ ասում, ինչ կատարվում է այդ ֆիլմի մեջ, դա կինոյա, մենք ոչ մեկին չենք ուզեցել վիրավորենք, ոչ մեկին, ոչ հանցագործ աշխարհին, ոչ եկեղեցուն, ոչ մեկին, բայց ամեն ցավոք սրտի ամեն աշխարհում, հանցագործ աշխարհում, եկեղեցական աշխարհում, չգիտեմ, կառավարությունում, փողոցում, ամենտեղ կան պղծվածներ։ Մենք ուղղակի ուզացել ենք ու ուզում ենք պայքարենք դրանց դեմ։ Հիսուսը մեր տերն է,
Ես հավատում եմ Աստծուն ու Հիսուսին, հասկանում եք։ Ես քրիստոնյա եմ ու նորից եմ ասում, այդ կեղտերը, այդ կապիկությունները, որ դուք անում եք, մի արեք։ Նորից եմ ասում, գիտեք ինչա, դուք չեք պատկերացնի ինչա կատարվում։ Լավ էլի։ Չասենք էլի ով եք դուք։ Չասենք էլի։ Այ Բերանս ինչ երեք է։ Սաղդ հանգիստ վերընկեք ձեր տեղերը, արա։ Լսում եք։ Ու հանգարտ ոչ մեկը չփորձեք մեր Հիսուսի անունից ինչ-որ մի բան խոսակ։ Մի հատ փորձեք, ով որ գիտակցաբար մոտիկանում, նայեք չդեր 4 կողմը ու տեսեք ինչա կատարվում, ինչքան պղծվածներ եթե այսօր ապրում մենք դրանց ենք ուզում մաքրենք մեր կյանքից։ Կներեք, մի քիչ ոգևորվեցի, մի քիչ ջղայնացա, բայց ինձ թվում է տեղին էր։